Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում իմ տունը քո տունն է հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա իմ հյուրը Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի սպա Գրիգորի Սահակյանն է։ Ողջույն Գրիգորի։ Բարև ձեզ Արմինե։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Գրիգորի, դուք ծնվել եւ ապրել եք Սումգայիթում, այնուհետև տեղափոխվել եք Ստեփանակերտ, կպատմեք մի փոքր ինչպես դա եղավ։ Ծնվել եմ 1975 թվականին քաղաք Սումգայիթում եւ ընտանիքիս հետ մինչեւ 1988 թիվը ապրել ենք դեռ։ Ինչպես հիշում եք, 88 թվականին փետրվարի 27-ին հայերի դեմ ջարդերը սկսվել Սումգայիթ քաղաքում եւ մեր ընտանիքը դեռ ապրելով այդ օրը ես որպես ավանդույթ մորքուրիս տունն էի, միջ շաբաթ կիրակի օրերը գնում էին դեղ ու մեծ քրոջուս հետ միասին պարապում էինք, դասեր էինք սովորում։ Այնպես ստացվեց, որ այդ գիշերը այնտեղ մնացի եւ դեռ չէինք իմանում ոչ մի բան, այդ գիշերը ժամը 12-ից հետո զանգեց հայրս եւ ասեց, որ մորքուրիս ամուսուն ասեց, որ կոլա է անում, ասեց երեխուն բաց չթողնես առավոտ, մեր թաղում ինչ-որ անկարգություններ է սկսվել, ասում են հայերի դեմ ջարդեր է սկսվել, ես հարևաններից պարզում եմ, տեսնամ ինչ է, բայց երեխուն մի ուղարկի, ես կգամ ձեր տուն, միասին կորոշենք ինչ ենք անում։ Դե այդպես էլ ստացվեց, մենք մնացինք տունը եւ տեսնում ենք պատոհանում, որ ոնց են զինված երկաթներով, տարբեր, չգիտեմ, ինչ-որ մասերով խմբեր, եթե չեմ սխալվում, մոտավորում, ասեմ, 25-30 կանանց երկու խումբ ա եղել, մենք ապրում էինք 42-րդ կվարտալում այդ ժամանակ, եւ պատոհանից երևում է, որ իրանք գալիս են դեպի մեր պատիեզդը, բայց մեր բախտը բերեց, իրանք ցուցակներով են եղել, ասում են, ես ցուցակը չեմ տեսել, բայց ասում են ցուցակներով է եղել եւ եկել են մեր երրորդ հարկի հարևանին մոտեցել են, ասեն, «Ստեղ հայ է ապրում», ասել են, «Չէ, ապրում էր, բայց հիմա չի ապրում»։ Մի խոսքով հայրս եկել է առավոտ արդեն մամայիս հետ, քրոջս եւ եղբայրիս հետ եւ միասին որոշել ենք, որ պետքա դուրս գանք քաղաքից, մի ձև անենք, փորձենք կատարել դուրս գանք այլ մեքենայով, սակայն մեր մեքենան ճանապարհին կանգնեցրել էին, խմբեր այնտեղ կանգնած եղել, բլոկպոստի պես, եւ ասել են, թեև ճանաչեցին վարորդին, վարորդը ադրբեջանցի էր, ճանաչեցին իրան, ասեցին, լսիր, եթե հայ ես տեղափոխում, նման բան մի արա, էլի, ասիկ, մենք կարող է քեզ բացենք տոմ, քեզ ոչ մի բան չենք անելու, ոչ էլ այդ հայերին, քեզ իմանալով ոչ մի բան չենք անել։ Բայց այն բլոկպոստում քեզ էլ կսպանեն, իրանց էլ կսպանեն, էլի, իրանք հեչ էլ համարում ենք, բայց քեզ կսպանեն։ Մի խոսքով այդ վարորդը ասեց, ես վախենում եմ քշեմ եւ առաջարկեց բերեք գնանք, ասում են ինչ-որ զինվորներ են եկել եւ բանում կառավարության շենքի մոտ դեռ SKK կինոթեատր, դեռ հավաքում են հայերին։ Այդպես է ստացվում, որ վերադարձ ենք, տեսել ենք արդեն զինվորականները դեռ շրջապատած էին, մենք դուրս եկանք մեքենայից եւ գնացինք այդ SKK կինոթեատրում, ուղի մի շաբաթ դեռ մնացել ենք։ Դուք ապրել եք Սումգայիթում եւ դուք կենթանի վկա եք, արդյոք հնարավոր է համակեցություն թշնամու հետ։ Մանավանդ հաշվի առնելով, որ հիմա դպրոցներում անգամ ադրբեջանական դպրոցներում հայերի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա եւ երեխաներին ինչ են արդեն իսկ փոքրուց սովորեցնում։ Մեր մասած մենք այդ հարցին ավելի լիբերալ ենք մոտենում, քան թե իրանց մոտ, որովհետեւ երևում է իրանց մոտ դպրոցից սկսած եւ տարբեր կառույցներին, որտեղ որ իրանք թեկուզ աշխատանքի են մոտնում կամ ավելի բարձր ուսում են ստանում, այնտեղ հենց մեր նկատմամբ այդ խոսույթները, վատ խոսույթները, որ հայերը մեր թշնամիներն են, հայերը վատն են, իրանք են մեղավոր, որ այսօր մենք լավ չենք ապրում, կամ իրանք են մեղավոր, որ այսօր դուք ձեր տնից տեղափոխվել եք, եկել եք այստեղ եք ապրում, դա միշտ կա եւ ընդում դպրոցականը փոքր ինքը հայի կերպարը որպես իրան թշնամի է ճանաչում։ Բայց քանի որ 88 թվականից արդեն այդ բանը ջարդերը տեղի ունեցավ եւ այդ օրվանից էլ սկսեց կոնֆլիկտի այն ամենավառ իրավիճակը նորից արտահայտվել, այսինքն հայ ու թուրքի այն
100-ամյա կամ 10-ամյա այդ խնդիրները, որոնք սառեցված են եղել, այլ ուժի կողմից կամ այլ գաղափարների կողմից, դրանք նորից բարձրացվել են եւ շատ վառ արտահայտված ձևով սկսել են արդեն մարդկանց վրա ազդեցություն ունենալ, այդտեղ որը արդեն ծավալվել է եւ ռազմական գործողություն է, ասենքն իրականացրել։ Հիմա եթե մենք պրոյեկցիա անենք հիմիկվա վիճակին, նայեք, երկարամյա հետագա պրոցեսներում եթե դի վերցնենք, Հանրապես դի բան չի կարելի ասած, որ հնարավոր չի մենք ապրենք իրար հետ ինչ-որ խաղաղ պայմաններում։ Դա նման բան չի կարելի ասած, բայց ստե մի կարևոր բան կա։ Մեզ հաջողվել է միասին խաղաղ ապրենք միշտ այն դեպքում, եթե մենք կարողացել ենք ինչ-որ ուժային բալանս ունենանք։ Չի եղել երբեք, որ մենք թույլ լինենք ու իրանք ուզեն մեզ հետ խաղաղ ապրեն։ Միշտ ուզեցել են ինչ-որ մի բան տիրեն, միշտ ուզեցել են առաջին լավ բանը իրանցի լինի։ Միայն այն դեպքերում, եթե դու վստահ ես եղել քո ուժերի վրա եւ ինչ-որ մի ձևի դու պատրաստ ես եղել պահպանել եւ պաշտպանել քո ունեցվածքը, քո գաղափարները, այդ դեպքում քո հետ հաշվի են նստում։ Դու նայեք, մի փոքր դրվագ եմ պատմում, բայց անձամբ իմ հետ է եղել, որ ասենք իմանալ։ Մենք հաճախակի ֆուտբոլ ենք խաղում, դպրոցում, Սումգայիթից եմ պատմում։ Ֆուտբոլ խաղանելու ժամանակ Այսինքն եղել է այն ձևը, ռուսական սեկտոր, մենք ռուսական սեկտորում ենք սովորել, մենք էլ ադրբեջանական սեկտոր։ Ֆուտբոլը որ խաղում ենք մենք, սեկտորի վրա ենք խաղում։ Ռուսական սեկտորը, չգիտեմ, այդ ձևը ընդունված է եղել, ես էլ եմ փոքր եղել, այդ ձև ընդունված է եղել, մենք էլ այդ ձև շարունակել ենք։ Նայեք, մենք հաճախակի իրանց հաղթել ենք ֆուտբոլով։ Չի եղել հələ մեր հաղթանակները առանց որևէ վերջի կռիվ չդառնա համարյա։ Միշտ հետո որ իրանք պարտվում էին պարտվելու վերջում կռվում էին, բանը նայեն, որ չհաշվեն, միշտ այդ բանը խոչընդոտ էին մտցում, խաղը այսպես մեր բարերով պղտրում էին, էլի այդ վիճակով։ Եղել է, որ անցնում, բայց հիմնականում իրանք միշտ կոնֆլիկտ են սարքում։ Բայց հենք որ իրանք ստացվում է, իրանք հաղթում են, շատ համերաշխ, ծիծաղելով, ամեն ինչ խաղը ավարտում են, իրանք ուրախությամբ դուրս են գալիս։ Այսինքն, այստեղ ասում ենք ինչու մասի, իրանք միշտ փորձել են այդ գերիշխող դիրքը միշտ պահպանը եւ հենց ստացվում է մի բան իրաց մոտ իրանք ավելին են ուզում ստացվում են ավելին են ուզում չկա որևէ մի սահմանափակում որոնք կարելի ասել բերեք սահմանափակենք այսօր բավարարվենք այս հարաբերությունները վաղը կանցնենք այն մյուս հարաբերություններին այն ժամանակվա իրանց պարտությունը մեր պարտությունից պակաս չէր եւ կամ այսպես ասենք մեր հաղթանակը իրանց հաղթանակից պակաս չի եղել այն ժամանակ Հիմա արձանագրում ենք հետևյալը, հիմա որ ունեցել են մարտի դաշտում այսպես կոչված հաղթանակ եւ հիմա մեզ գրեթե ամեն օր պարտադրում են նոր զիջումներ, նոր որևէ քայլեր, որը ինքը անմիջապես ազդեցություն է ունենում եւ մարդկանց ապրելակերպի վրա եւ պետականության հետագայում մեր վրա, այսինքն բոլոր այն հիմքերը վեր ունեցել ենք, այդ հիմքերը արդեն փլուզվում է, ասինքն իրար մեկը մյուսի հետևից, ասինքն խոսում ենք նրա մասին, որ նրանք չեն կարողանում, էլի, ասինքն եթե ես իմանամ թա այս գույքը կվերցնեն եւ այդ գույքով կբավարարվեն, մենք ունենք այդպիսի նախապայման օրինակ, էլի ինչ-որ մի բան կհասկանամ, միգուցե, եթե շատ կոպիտ պատասխան տամ էլի այդ հարցին, բայց հոգ սրտես չեմ տենում ինչ-որ մի բան, որ կաղնում է, որովհետեւ ես տեսնում process-ներ, որը շարունակական տանում են ինչ-որ նոր զիջումների, նոր բաց թողումների, որը լավ բան չեմ կարող ասեմ դրա մասին։ Սեպտեմբերի 27-ը արդեն մոտենում է եւ կդառնա 5 տարի, ինչ պարտություն, որ մենք ունեցանք։ 2020 թվական սեպտեմբերի 27 սպասում էիք պատերազմին, որտեղ էիք, ինչ օր էր դա ձեզ համար։ Նայեք, մինչև սեպտեմբերի 27-ը հասնելը մեզ ունեցել ենք բավականին լուրջ գործողություններ, սկսած 16 թվականի պատերազմից հետո արդեն մեզ մոտ սկսվել էր կարելի ասած ռազմաքաղաքական որոշակի վերափոխումներ եւ ընդհանրապես մեր դաշտը ընդհանրապես առաջնագիծը 16 թվականից հետո մինչև 20 թվականի պատերազմը սկսել է միառ ժամանակա որ հանգիստ է եղել մշտապես առավել եւս 20 թվականի արդեն այսպես ասենք լի ապրիլ, մայ, հունիս, հուլիս, ավելի ճիշտ հունիս ամիսներին ինքը շատ բան ամիսն է եղել։ Ну
մշտապես կրակում էին, համար մեկի տակ էին գտնվում, հակառակորդը շարժեր էր անում, դիտարկում էինք ինչ-որ փոփոխություն, բայց որ ասենք հստակ մենք իմացել ենք, որ այդ օրը կլինի, իհարկե նման ինֆորմացիա ինչ չի եղել, ասենք դրա վերաբերյալ, բայց կարծես ունեցել ենք ներքին զգացմունքներ, որ ըստա լավ բանի չի բերել, էլի։ Ես այդ ժամանակ զբաղեցրել եմ անվտանգության վարչության պետը, անվտանգության քարտուղարությունում եւ հենց որոշակի իմ աշխատանքի բնույթից ելնելով ես ինֆորմացիայի եւ տիրապետրեմ եւ ում պետքա տեղեկություն տվել եմ դրա մասին, որ հավանական հակառակորդի գործողությունները մարտական սպասվե, բնույթի մասին եմ տեղեկացրել, ինչ ձևի, ինչ բնույթի կարող է լինի։ Մենք պատկերացրել ենք, որ ինքը մոտ ժամանակներս մեզ մոտ պատերազմը սկսվելու։ Մարտական գործողությունների ժամանակ պարզ է դուք եղել եք ամբողջ ընթացքում Ստեփանակերտում։ Իսկ ձեր ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո 44-օրյա պատերազմի ընթացքում Ստեփանակերտում էր թե դուրս եք հանել, հետո 44-օրյա պատերազմից հետո վերադարձան իրենք Ստեփանակերտ։ Ընտանիքս ամբողջական իմ հետ մինչև պատերազմի վերջի 3-4 օրը, այսպես ասենք, լի, ընտանիքս դեղ ա եղել, Ստեփանակերտ ա եղել, ընտանիքս միայն երևի, եթե սուտ չխաբեմ, զինադադարի 1-2 օր մնացած, երբ որ զինադադար կնքեցին, այդ ժամանակ արդեն որ որոշակի մարդկանց տարահանում էին արդեն եւ քաղաք Ստեփանակերտ քաղաքից ինձ զանգեցին ասեցի որ ստի բան կա ասում են տարահանվեցի չի իմացվի ինչ այլնելու խոսքը վերաբերվում է արդեն հակառակորդու Շուշին տիրելուց հետո հակառակորդու Շուշին որ տիրեց այդ ժամանակից հետո մի քիչ վիճակը փոխվել է եւ մարդկանց մոտ արդեն այնպիսի տպավորություն ա եղել որ հավանական է կարող է հետագա մարտերը արդեն Ստեփանակերտ քաղաքում լինի մի շաբաթ հետո հենց առաջինն էին, որ մեր ընտանիքը վերադարձել է այստեղ։ Իսկի մի շաբաթ դա չենք ասել, երևի մաքսիմում մի շաբաթ, հայրս 3-4 օր, մնացածը մի շաբաթ հետո վերադարձել են արդեն։ Գրիգորի վաղ չկար, որ ճիշտ է հրադադար է արդեն նոյեմբերի 9-ի այդ եռակողմ համաձայնագիրը ստորագրվել էր, բայց հետ վերադառնալ, վերադառնալ Արցախ, ես սա ասում եմ ոչ միայն ձեր ընտանիքի եւ որ ժողովրդի մոտ չկար այդ վախը, որ ոնց կարող ենք ապրել Ստեփանակերտում, երբ վերևում Շուշին է եւ ընդհանրապես ոնց կարելի է վստահել այն թշնամու, որը մարդկանց աչքերի առաջ կենթանի ծերեր, սպանություններ, կենթանի մարդկանց մորթել է, ոնց կարելի էր վստահել եւ վերադառնալ Արցախ, ինչը դրդեց ժողովրդին, որ իրենք նորից գնացին դեպի իրենց հողը։ Հենց հողն է դրդել, հայրական տունն է դրդել վերադառնալ, ինչ վերաբերում է վաղին, նայեք, երկար տարիներ Ղարաբաղի ժողովուրդը միշտ էլ այսպես ասենք, պայքարի մեջ են եղել։ Կարծես ղարաբաղցիների մոտ այդ իմունիտետ կա, այդ վախի դիմաց եւ իրանք մշտապես այդ մթնոլորտում, այդ վիճակում ասք լինելուց այդ իմունիտետը իրաց մոտ առաջացել է։ Բայց եթե հասարակ լեզվով ասեմ, այդ վախը խիա մի ժամանակ կորել, հավատք ենք ունեցել, շատ ուզեցել ենք առաջինը վերադառնանք տուն, ասենք եթե խոսենք, շատ ենք ուզեցել։ Ուզեցել են բոլորը, եւ մեծերը, եւ փոքրերը, եւ ընդհանրապես դուրս գալուց ոչ մեկը չի մտածել, որ ինքը դուրս է գալիս, որ չվերադառնա։ Նման միտք 100% ասեմ ոչ մեկի մոտ չի եղել։ Այսինքն ժամանակավոր երևույթ է եղել, որ ուղղակի պրոստը անձնական անվտանգությունը պահպանելու համար դուրս գա, որովհետեւ մենք մի շաբթից 10 օրից կվերադառնանք նորից մեր տուն։ Եվ մեծ դեր է ունեցել նաև թե ինչու՞ չէ ռուս խաղապահների մուտքը եւ ավելի շատ մարդկանց իրականում հավատքը դրան է եղել, որ եթե որպես խաղապահ ուժ է մտնում տեղ արդեն ամենահավանականությամբ զինադադարը իր պայմանագրի շրջանակներում կգործի եւ մարդիկ վստահ լինելով հենց այդ հանգամանքի վրա վերադարձել են իրաց տուն։ Եթե այդ հանգամանքներ չլիներ, քիչ հավանական է որ բոլորը վերադառնան կամ, չգիտեմ, ինչ որ լրիվ կամ մի մասը վերադառնա, բայց այդ հանգամանքը, որը ժամանակ ըստ պայմանագրի
երակոմ, որ ընդունեցին նոյեմբերի 9-ը, որ ընդունեցին, ինքը հնարավորություն տվավ մարդկանց, որպեսզի վերադառնան։ Այդ վախը իրանց մեջից հանվել, էլի, այդ ձևում կարամ պատասխան տամ այդ հարցին։ Լավ, անցավ 20 թվականից 2 տարի, դեկտեմբերի 12-ին արդեն սկսվեց Արցախի շրջափակումը։ Ժողովուրդը 9 ամիս շրջափակման մեջ էր։ Երբ որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին այդ շրջափակումը սկսվեց, դուք ինչ էիք մտածում, ռուս խաղաղապահների նկատմամբ վստահությունը կար։ Իրականում, նայեք, եթե խոսենք նաև ժողովրդի դիտարկումները կամ ժողովրդից եկած խոսույթները, մտքերը, դուք հնչեցրեցիք ռուս խաղաղապահները վերաբերյալ, ուղիղ 1 տարի, կարելի ասած զինադադարից հետո, կարծես այդ հավատքը եւ հողի վրա գործողությունները ինչ-որ համապատասխանություն ունեին։ Եվ մարդկանց մոտ այդ հավաքը 20 թվականից հետո 21 թվականը, կարելի ասած, ինքը ինչ-որ պայմանագրի շրջանակում պահպանված է եղել, հիմնականում կատարվում էր, եւ ժողովուրդը կամաց գալիս է այն համոզմամբ, դե եւ այդ վիճակում կարելի է ստեղ ապրած այդ վիճակը։ Բայց արդեն 22 թվականից սկսվել էր տարբեր ժամանակահատվածները, սկսվել էր արդեն սկզբից մարտական դիրքերի վրա ոտնձգություններ, կրակոցներ, մեզ ստիպում էին, որպեսզի մենք այն կարևորագույն դիրքեր ա եղել ունեցել ենք բարձրուկների վրա կամ հանգույցներ ենք ունեցել, որոնք կարևոր դեր են ունեցել ընդհանրապես Արցախի համար ամբողջության պաշտպանողականության համակարգի համար, էլի։ Բայց դրանք մշտապես այդ ուղղությամբ ոտնձգություններ են անում, հարձակումներ են իրականացնում, տարբեր պատրվակներով անվանում են հակատերորիստական օպերացիաներ, հորինում են, որ մենք կրակոցներ ենք ունեցել այդ կողմից եւ պետք է այդ կրակակետը ոչնչացնենք, դա ռազմական, ասենք, տեսակետից։ Իսկ խաղաղապահ ուժերի տրան ազդեցությունը, հակազդեցությունը շատ քիչ էր, այսպես ասենք, ավելի բացատրողական կամ ավելի շատ մեզ էին ստիպում, որպեսզի մենք ինչ-որ վճռական գործողությունների չդիմենք, այլ փորձենք պայմանավորվածության գալ։ Բայց արդյունքում պայմանավորվածության արդեն շրջանակներում մենք մեր դիրքը կամ թողնում էինք կամ հետ էինք գնում եւ Ադրբեջանի զինված ուժերը այն պայմանագրի շրջանակում, ով որտեղ կա, այնտեղ պետք է մնա, այս սկզբունքները չպահպանելով իրաց դիրքերը բարելավում էին արդեն 22 թվականից։ Եվ կամաց արդեն 22 թվականին մարդկանց մոտեցումները փոխում էր, մտածում էին, հարց էին տալիս, ասում էին, լավ, այս իրանք խիչ են վճռական գործողությունների դիմում իրաց դեմ, խիչ են ինչ-որ ռեալ գործողություններ իրականացում, որ նրանք ոտնձգություններ չանեն, ճանապարհները չփակեն, այս չանեն, բայց քանի գնում էր, քանի ճնշումները շատանում են, այդ ուղղությամբ պատասխանները լողոզված էին եւ չկա հստակ մոտեցում, որ այս որ իմանաք, որ այս որ ոտնձգություն անեն կամ այս գյուղի վրա կամ այս դիրքի վրա կամ այս ուղղության վրա որ անեն, իրանք անպայման պատասխան կտան կամ հետ կգնա։ Ցավոք սրտի չի եղել նման որևիցե դեպք, որ իրանք խախտում իրականացնեն եւ այդ խախտման վերջնահարցունքում իրանք կամ այդ դիրքը թողնեին, հետ գնային, կամ որևիցե մի բան պատասխան տային, էլի ընդհանուր մարդել են սպանել, բայց այդ մարդի սպանողը պատասխան չի տվել, էլի օրինակ սովորական գործանողներ են եղել Շուշվատակի գազի խողովակի աշխատողներ են եղել։ Նմանատիպ դեպքեր շատ են եղել։ Իսկ արդեն 22 թվականին դեկտեմբեր ամսին, որ բլոկադան, այսպես ասենք, իրականացրեցին, դա արդեն կարծես համարյա թե վերջի խազն է եղել այդ վստահության կամ հավատքի։ Սովորական ժողովուրդ չէին հասկանում, ոնց կարան իրանք թեկուզ էկոակտիվիստներով, սկզբից մի քանի հոգով գան ու ասենք մենք ճանապարհը փակում ենք, ել չենք թույլատրում, որպեսզի ոչ մեկը ստեղից գնա, ոչ աջ, ոչ ձախ, ոչ մինտեղ, չէինք հասկանում մարդկային ձևով, որ լավ, եթե դուք խաղապահներ եք եւ ձեր ֆունկցիան հսկայանը մնրա մեջ, որ այդ գոնե այդ լաչինի միջանցքը պետք է պահպանեք, որ մենք անվտանգ անցնեին գնային գային, գոնե դա ապահովեցիք, էլի։ Այդ ապահովման նորից բացատրություններ եղավ, որ մտանք մենք պիրիգավորներ ենք տանում իրանց հետ, աշխատում ենք, կփորձենք հեսա իրանց դուք նայեք հանկարծ վճռական քայլերի չդիմեք, դա ավելի վնաս ցած կտա, թե մենք իմանում ենք, միշտ զգուշացնում են, որ ցանկացած ծեր վճռական քայլ խաղ բնակչությանը վնաս է տալու։ Բլոկադան արդեն ինքը այդ 8-9 ամսվա ընթացքում
իր աշխատանքը կատարեց, էլի ժողովրդի բարոյական վիճակի իջեցման հետ կապված եւ բլոկադայի ընթացքում էլ եւ վերջահարցնուքում դարավնդի, որ ժողովուրդը հուսահատ դարան արդեն հուսահատվեցին ժողովուրդը եւ խաղապահ ուժերի վրա, հուսահատվեցին իշխանավորների աշխատանքի վրա այդ ուղղությամբ, հուսահատվեցին Հայաստան Հանրապետության ղեկավար կազմի վրա, որ օրինակ խիչն վճռական գործողություններ իրականացում։ Լսում ենք, որ ինչ որ հանդիպումներ են ունենում, ինչ որ մի բան խոսում են, բայց լուրջ որևէ գործողություն չկա, էլի ընդհանուր даже մենք տեղեկություններ ունենք, որ լրագրողներ են ուզեցել Հայաստանի հատվածից գան ու անցնեն այդ հակարի կամուրջով, գան այդ իրավիճակը նկարեն, չեն թույլատրել, այսինքն լրագրողները կարմիր խաչով, բանով ոնց որ պետքն է, այսինքն որպես խաղապահ միսիա ուզեցել, դա էլ չեն թույլատրել։ Այսինքն դա արդեն վկայում էր նրա մասին, որ մենք երևի թե կսպասենք այլ որևէ վատ քայլ, էլի, այսինքն խոսքը վերաբերում է արդեն բացի զինված ուժերի հետ, այսպես ասենք, բախումների, նաև խաղ բնակչության ինչ որ խնդիրներ իրականանալու, որովհետև բոլոր նախադրյալները, ասենքն 23 թվականի այդ սեպտեմբերի 19-ի վրա, արդեն մենք տեսնում ենք, որովհետև դե ջալից ասեմ, որ այդ էլեկտրոէներգիայի բացակայությունը, գազի բացակայությունը տարբեր տեղերում բերել է նրան, որ արդեն մարդկանց մոտ խմել, օրինակ Մարտունի խմելը ջուրել չի եղել արդեն մարդիկ 2-3 օր ջուր չեն ունեցել, թեկուզ աղբյուրներ ա եղել, որտեղից կարելի ա եղել օգտված, բայց դրանք հեռու ա եղել, ամբողջական բնակչությունը չի կարողացել օգտվել, դե ջուրը որ չկա, լույսը որ չկա, մարդիկ պետք թեկուզ եթե ալյուր ունեն, հաց պետք է թխեն, գոնե լավաշ թխեն, լավաշ տեն, այդ հնարավորությունն էլ չկար, էլի, ժողովուրդը երկխոսություն չի եղել, ժողովուրդը չեն պատկերացրել, ստա վերջի ինչ է լինելու, մենք ինչ պետք է անենք, մարդ ա եղել ասել է, դե եթե հիմա կռվել է, մեռնել է, բերեք մի անգամից կռվենք, մեռնենք, բրծնենք այդ հարցը փակվի դրից։ Հիմա կարող ենք ասել, որ արցախցիները ինտեգրվել են այստեղ եւ կյանքը նորմալ է իրենց համար։ Չէ, հիմա չենք կարող այդպես ասենք, կարծում եմ այդ ինտեգրման process-ը կարող է տասնյակ տարիներ տևի, այս ձևով։ Նայեք, խոսքը չի վերաբերվում, դե ես խեյեմ այդ ձևի պատասխաննակ, մոտավոր մոտ 27-28 հազար ընտանիք է տեղափոխվել այստեղ էլի Արցախից եւ եթե այն թվերը, որ աշխատանքի սոցիալ աշխատանքի նախարարությունը որ տեղեկացնում է 1000 քանի ընտանիք, որոնք սերտիֆիկատ են ստացել, ասինքն դա մի քանի հազար մարդիկ աշխատանքի համար վերապատրաստում են անցկացել, բան, դա կազմում է նայեք այդ ժողովրդի մի փոքր չնչին տոկոս։ Եվ հենց այն ծրագրերը, որը կառավարությունը տոկոսով իրանք են գրացրել տոկոսով, որ պետք է այսքան տոկոսը օրինակ սկզբից 15-20% ապահովենք, հետո 30-40% ապահովենք, հետո մնացածը ապահովենք, ըստ տոկոսն է։ Հենց կառավարության կողմից նշած այդ տոկոսները չի կատարվել այս մարդկանց։ Դրա համար եմ ասում, ըստ ժամկետները նաև չի կատարվել եւ չի կարելի։ Դե մարդկանց կենսաղային վիճակն էլ որ նայում ես դիտարկում եք, որ ոչ բնակարանային հարցն է լուծված մարդկանց, ոչ էլ աշխատանքի տեղավորման շատերի հարցն է լուծված։ Եվ այդքանն է դրա է բերում մարդկանց ատե իրանց հոգեվիճակի վատ լինելուն, ամեն ինչին այլ գույներով նայել, էլի մի գույնով են սաղասիկ նայում, եւ այստեղ Գորում Ղարաբաղցու են ստեղծագործ ոգին, ցավոք սրտի մենք տեսնում ենք երբեմն այն մարդկանց, ովքեր իրանք ավելի վստահ են եղել, տեսնում եք, որ ստեղ ընկճված է, օրինակ անցնում ես, տեսնում ես, որ կաղնած մտածում է, էլի հարց ես տալիս, ասենք, ինչ է եղել, մի հատ աստ տեսնամ, ինչ խնդիր ունես, ինչ է եղել, եւ ամեն մեկը կարա մի ժամ քեզ պատմի իրան խնդիրների մասին, իրան խնդիրների մասին, սկսած որ ինքը ինչ վիճակում է ապրում, ինչ խնդիրն է, ինչ խնդիրն է, եւ այն որ վաղվա օրվա հույսն էլ չունի, որովհետեւ աշխատանքը չունի, մի ամսից հետո կամ 20 օրից հետո պետքա տան վարձը տա, այդ աշխատանքը, որը ունի ինքը քիչ է վարձատրվում, ասենք ըստ իրան մասնագիտության վարպետության միգուցե գնահատականի։ Նայեք, ամեն ինչի ես չեմ ուզում մի գնահատականով տամ։ Իրար պետք է արձանագրենք հետեւյալը։ Միգուցե արցախցիների մի զգալի մասը պատրաստ չեն եղել ստեղի շուկայում աշխատանքի մտնելու համար։
տարբեր պատճառներով, այսինքն գիտելիքների, փորձի, ունակության, դա պետք է այդ էլ մենք ասենք, էլի այնպես չի որ սաղ լավն են եղել հանկարծ, էլի ու իրանք աշխատանքի չեն վերցել կամ իրաց տեղը չեն գտել։ Այստեղ ես այլ մոդել կասեի, էլի, թեև այդ ձև են եղել, կարծում եմ որ անհրաժեշտ է եղել հնարավորություն պայմաններ ստեղծած, թեև թերի պատրաստությամբ պետք է եղել այդ մարդկանց աշխատանքի վերցրած եւ սկսած ուսուցանած այդ մարդկանց, տեղ տված, հնարավորություն տված ստեղծած, որպես իրանք ինտեգրվեն, ոնց որ ասում են, որպես մարդ ոչ թե հենց նայած 50,000 տային, այլ ավելի շատ ես մտածել եմ, էլի տարբերակ դաժե մի քանի անգամ առաջարկել եմ, լա ասել եմ, ինչն է խանգարում, որ այդ 50,000-ի տեղը աշխատանքային տեղ էր, արհեստական աշխատանքային տեղ էր ստեղծեիք ու մարդկանց արհեստական տեղավորեիք, պարդատիր տեղավորեիք, որ գնա աշխատի, 50,000-ի տեղը տվեցիք 80,000 դրամ, այդ 50,000 աշխատանքը ինքը մոտիվացված լինի, տանից դուրս գալուց ինքը ոչ թե մտածի, որ հենց նայած 50,000-ին ինձ տվել պայել, այլ ինքը աշխատավարձ ստանա, ինքը ինչ-որ մի օգտակար հասարակության համար ոչ թե բեր դառնար ինքը, էլի, այլ հասարակության համար ինքը դառնա այնպիսի մի հատ գործոն մարդ, որը հնարավորությունը տվել ինքը նաև իր ունակությունները հասարակության տա, եթե ունի, ինչպես նաև ինքը սովորի, այլ ոչ թե տանը նստե, մարդկանց մոտ հույսը կա, անեջան, միշտ այդ հույսը եղել է եւ կա, եւ իրանք ապրում են վերադարձի այդ երազանքով, այսպես ասեմ ցես, եւ վերադարձի հույսով։ Դա այսօր կարևորագույն, այսպես ասին, գաղափարներից մեկն է, որ բոլորին համախմբում է եւ բոլորը ուզում են իրոք, որպեսզի վերադառնան իրաց տները, թեև մի քիչ անկայուն է հալավոր։ Բայց քանի որ ժողովրդին եւ մարդկանց հստակ չի ասում, մենք վերադառնում ենք որտեղ, այդ հարցը պետք է մենք հստակ ասենք։ Չի կարելի մարդկանց խաբած, էլի։ Գիտեք, այդքան խաբել ենք մարդկանց, իրանք չեն հավատում արդեն այն մարդը ով պիտի ասի դրա մասին, էլի։ Այսինքն մենք կոնկրետ պետք է ասենք, դու վերադառնում ես քո տուն, բայց միևնույն ժամանակ դու վերադառնում ես որտեղ։ Դու վերադառնում ես Լեռնային Ղարաբաղը որպես առանձին միավոր, դու վերադառնում ես Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, դու վերադառնում ես ուղղակի ինչ-որ մի տարածք, ոչ թե տարածք ներողություն, շրջան, որը միացված է արդեն Հայաստանի Հանրապետությանը որպես մասնիկա կազմում, դու վերադառնում ես դեղ թեկուզ ինչ-որ ժամանակավոր պաշտպանության տակ, բայց հետագա ինչ-որ երևացող գործողություններ պետք է ասենք, ցույց տա, որ դու իրավունքի հնարավորություն ունենալու, էլի։ Խոսքս ասում դրա մասին, որ այդ վերադարձի հարցը նաև պետք է մարդկանց շատ հստակ իրան միջազգային սկզբունքներով եւ վերադարձի մասին շատ է խոսված, բայց ասեմ, որ ինքը ոչ թե անհատական կամ փոքր խմբերով վերադարձ պիտի լինի, այլ ինքը ամբողջական վերադարձի մասնազրույցն է։ Այսինքն զրույցը գնում է, որ վերադարձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ ժողովրդի քանակական կազմով վերադարձ իրանց տներ, էլի, ոչ թե ինչ-որ մի խումբ, խոսքի 5,000 հոգի կամ 10,000 հոգի կամ ով չի վախենում, նման մոտեցում չպիտի լինի, այսինքն պայմաններ պետք է ստեղծել վերադարձի համար։ Եվ այդ դեպքում ոչ թե կարծումը, համոզվածում, որ մարդիկ կվերադառնան իրենց տները իհարկե, եւ որովհետեւ այդ հույսը կա, այդ մարդիկ ուզում են վերադառնալ։ Առավել եւս մեծերը, մարդիկ եկել են այստեղ 2,2 մետր ազատ տեղել չունեն, որ ասա ինքը իրանա եւ ինքը կարողանում է իրան թորնիկի մի բանան է, ինքս իրան գլխեն ճարը չկարում տեսնած տեղ, էլի, բայց դեռ ինքը հզոր մարդ է եղել, ինքը հզոր պապիկան դեղ եղել, բայց հիմա մեր պապիկները այստեղ այդ հնարավորությունը չունեն, որպես անեն։ Հատե դա մարդկանց, այսպես ասենք, ժամանակից շուտ սպանում է մարդկանց դա։